Ձեր հետ է պրոֆեսոր Բադալյանը, այսօր ես կխոսեմ գլխուեղի ուռուցքների մասին։ Ինչով են տարբերում բարորակ եւ չարորակ ուռուցքներ եւ ինչ տեսակի են լինում։ Առաջինը ամենակարևորը նա է, որ գլխուեղի ուռուցքները հաճախ նմանվում են բարորակ եւ չարորակի գանգատներով, հատկապես սկզբի ընթացքում, երբ որ ուռուցքի չափսերը դեռ մեծ չեն եւ նա տարածված չէ։ Հետո զարգանալով իհարկե առաջանում է ուռուցքային ինտոքսիկացիա։ Հիմնական գանգատները եւ սիմպտոմները կապված են ուռուցքի տեղակայումից։ Դա սկզբնական փուլերի մասին է խոսքը։ Եվ այսպիսով նա գլխուեղի ուռուցքները կարող են ախտահարել ինչպես հիմնական հյուսվածքը, այնպես էլ թաղանթները։ Դրա հետ կապված լինում են գլիոմաներ, դա ամենահաճախ ձևն է, ախտահարում է հյուսվածքը, տարբեր տեսակի են, դա աստրոցիտոման է, օլիգոդենդրոգլիոման է, էպիդիմոման է, գլիոբլաստոման, որ ամենաչարորակներից է եւ ունենում է տարբեր աստիճան չարորակության։ Թաղանթի ախտարումը մենինգիոման է, որ մեծ մասամբ դա հիմնականում բարորակ է լինում։ Կան իհարկե ուռուցքներ ադենոմա հիպոֆիզի կամ մաշիչոկի ախտահարումներ ուռուցքային։ Եվ դրա հետ կապված լինում են երկու տեսակի գանգատներ։ Առաջինը դա ընդհանուր գանգատներն են, դա արտահայտվում է սրխառնոցով, փսխումով կամ նույնիսկ ցնցումներով։ Իսկ մնացած գանգատները կախված են թե որ մասում է գտնվում եւ կարող են արտահայտվել գլխացավով, գլխապտույտով, տեսողության կամ լսողության թուլացմամբ կամ կորուստով եւ իհարկե ընդհանուր գանգատները կախված են ուռուցքի զարգացումից։ Եթե նա չարորակ է, նա արագ է զարգանում ամիսների ընթացքում հիմնականում եւ բացի այդ տեղային գանգատներից զարգանում է ուռուցքային ինտոքսիկացիա եւ արագ ընթացք։ Իսկ բարորակները զարգանում են տարիներով, նրանք կարող են չափսերը նույնիսկ չփոխվել։ Համենայն դեպս իրենց մոտեցումը ավելի հեշտ է լինում բուժական։ Ախտորոշման մասին այսօր ես չեմ ասի, բուժման հիմնական մեթոդները իհարկե մնում է վիրահատությունը, եթե ուռուցքի չափսերը մեծ չեն եւ հնարավոր է հեռացնել, դա ամենալավ մոտեցումն է, որը տալիս է հաճախ կամ լիովին բուժում կամ բավականին երկար տարիների լավ վիճակ։ Իսկ եթե ուռուցքը արդեն առաջի երկրորդ փուլից անցել է, արդեն տարածվել է կողքի հյուսվածքները, երրորդ փուլն էլ չեմ ասում չորրորդ, ախտահարելով հյուսվածքները կողքի եւ սեղմելով հաճախ դա մեծ մասամբ վիրահատել լիովին հնարավոր չի լինում։ Կան իհարկե վիրահատություններ կյանքի ցուցումով ուռուցքի մասնահատումներ, այսինքն հնարավորին չափ հեռացնում են հիմնական ուռուցքը եւ հետագայում շարունակվում է բուժումը։ Երկրորդ բուժման մեթոդը զգալի արդյունքով դա ճառագայթային բուժումն է, որը տրվում է կամ լիովին հեռացված ուռուցքի տեղադրման մասում, այսպես կոչված լոժը օպուխելի, կամ եթե մասնահատված է լինում ուռուցքի վրա, որ նա չունենա զարգացում եւ աճ։ Իհարկե ճառագայթային բուժումը ավելի արդյունավետ է, թե ուռուցքը չարորակ է։ Բարորակ ուռուցքները հիմնականում զգայուն չեն այդ մեթոդներին։ Եվ երրորդը դեղորայքային բուժումը իհարկե գոյություն ունի, բայց նա ավելի թույլ է աշխատում, քանի որ գոյություն ունի հեմատոէնցեֆալիկ բարիեր, այսպես կոչված, եւ ուռուցքների գլխուեղի ուռուցքների ժամանակ դեղորայքը ներարկվելով երակ կամ միջմկան կամ խմելով միայն մոտ 25-30%-ն է որ կարողանում է անցնել այդ բարիերը եւ ազդեցությունը դեղամիջոցների ավելի թույլ են։ Իհարկե կան տարբեր դեղամիջոցներ, տեմոդալ, դա ամենահայտնիներից է, եւ նորագույնները ավելի թիրախային եւ նույնիսկ իմունոթերապիա, կախված թե որ ուռուցքի ձևն է, չարորակության ինչ աստիճան է, ինչ գենետիկ փոփոխություններ ունի
ինչ մուտացիաներ, ամբողջը կարող է աշխատել եւ դա վերջի տարիներին բավականին արդյունք ենք ստանում, քանի որ առաջներում մենք չունեինք այդ իմունոթերապիան մեր արսենալում։ Համենայն դեպս գլխուղեղի ուռուցքները, եթե ես հրապարակեմ այսօրվա իմ հաղորդակցությունը, նրանք են, որոնք առաջանում են տարբեր զոնաներում եւ միշտ պետք է մարդ լինի ուշադիր իր գանգատներին, եթե իրենք կրկնվում են, լինում են արդեն ինչ-որ մի ժամանակի ընթացքում, ուրեմն պետք է անհապաղ դիմել բժշկի եւ ինչպես միշտ, ինչքան շուտ հայտնաբերվի ուռուցքը, այնքան ավելի շատ շանսեր ռադիկալ ամոքիչ լիովին բուժման